Խորհրդարանի նախագահի այցը Ստամբուլում սկսվել է։ Շալվա Պապուաշվիլին կմասնակցի Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ Միջոցառումը բացվում է այսօր։ Հույսի վերակենդանացում, խաղաղության եւ արդարության ապահովում ապագա սերունդների համար։ Այսպիսին է վեհաժողովի թեման։ Խորհրդարանի նախագահն արդեն անցկացրել է առաջին հանդիպումները։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին խորհրդարանում հանդես է եկել հարցապնդման կարգով։ Մակա Բոճորիշվիլին խոսել է մի շարք կարևոր հարցերի մասին։ Նրա խոսքով ընտրությունների չճանաչման, անհիմն քաղաքականությունը եւ ընդդիմության կողմից ժողովրդավարական գործընթացներից հրաժարումը հիմք են տվել եվրոպական բյուրոկրատիային, զրուցել է այսպես կոչված ժողովրդավարական հետընթացի մասին։ Բոճորիշվիլին զրուցել է նաեւ Վրաստանի արտաքին քաղաքական կուրսի եւ Եվրամիության արտաքին ու անվտանգության քաղաքականության հետ համընկնումների մասին։ Արտաքին գործերի նախարարը ելույթից հետո պատասխանել է նաև պատգամավորների հարցերին։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն այսօր այցելել է օկուպացիոն գծի հարևանությամբ գտնվող Օձիսի գյուղ։ Մայքլ Օֆլահերտը նաև եղել է Ծերովանի տեղահանվածների բնակավայրում։ Հանձնակատարը տեղում ծանոթացել է օկուպացիայի հետևանքով ստեղծված իրավիճակին եւ հարկադիր տեղահանված անձանց վիճակին։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն ապրիլի 14-ից 16-ը այցով գտնվում է Վրաստանում, որի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ երկրի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Ընդդիմադիր դաշինքը հանդիպել է տնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Քննարկման թեման վառելիքի եւ տարբեր ապրանքների թանկացումն էր։ Ընդդիմության խոսքով կառավարությանն անհրաժեշտ է ավելի գործուն քայլեր ձեռնարկի խնդրի լուծման համար։ Նրանք նաեւ գնահատում են խորհրդարանում ստեղծված հանձնաժողովի աշխատանքը եւ ասում, որ գների նվազման առումով խորհրդարանում ստեղծված հանձնաժողովը չի կարող արդյունք տալ, քանի որ խնդիրը բարդ է եւ բազմաշերտ։ Իսկ լուծումներից մեկը նրանց խոսքով ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի նվազեցումն է։ Հորմուզի նեղուցը բացվում է եւ նավերը վերադառնում են։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Դոնալդ Թրամփը մանրամասներ չի նշել։ Իսկ ավելի ուշ սոցիալական ցանցում գրել է, որ Չինաստանն ուրախ է այս փաստից եւ նշել, որ Սի Ցինպինը ամուր կգրկի իրեն։ Միաժամանակ Թրամփի հայտարարությամբ պատերազմը մոտենում է ավարտին եւ ԱՄՆ-ն կարող է մեծ համաձայնագիր կնքել այս երկրի հետ։ Նրա խոսքով, եթե Իրանին 10 միջուկային զենք, աշխարհը կպայթի։ Ամերիկայի նախագահը 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագիրը հիշատակել է որպես ամենավատ համաձայնագիր։ Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն անցյալ տարի չռմբակոծեր Իրանի միջուկային օբյեկտները, Իրանը կկիրառեր միջուկային զենք Իսրայելի, իր մերձավոր արևելքի հարևանների եւ ԱՄՆ-ի դեմ։ Թրամփի խոսքով Սի Ցինպինը պատասխան նամակում էականորեն նշել է, որ Չինաստանը դա չի անում։ Ինչ վերաբերում է բենզինի գներին, ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, որ երբ պատերազմն ավարտվի, դրանք զգալիորեն կնվազեն։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ պատերազմի ավարտից հետո էլեկտրաէներգիայի գները նույնպես կնվազեն։ Իրանի բանակի գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահն հայտարարում է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի Իրանի նավահանգիստների շրջափակումը եւ սպառնա իրանական առևտրային նավերին ու նավթատարներին, դա կդառնա հրադադարի խախտման նախերգանք։ Ի պատասխան Իրանի բանակի կենտրոնական շտաբի հրամանատարը թույլ չի տա շարունակել արտահանումը Պարսից ծոցում, Օմանի ծովում եւ Կարմիր ծովում։ Միևնույն ժամանակ Աբդուլլահը չի հաստատել, թե որ երկրների ներմուծման եւ արտահանմանն է վերաբերում այս սպառնալիքը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն իրանական նավահանգիստների շրջափակումը սկսել է ապրիլի 13-ին։ Չինաստանին Իրանի համար ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ մեղադրող լրատվամիջոցների հաղորդագրությունները լիովին շարադրված են։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Լին Ցյանի խոսքով, եթե Վաշինգտոնը շարունակի բարձրացնել մաքսատուրքերը այս մեղադրանքների հիման վրա, Չինաստանը չի մնա անգործ եւ կձեռնարկի պատասխան միջոցներ։ Ինչպես հայտնում է Դոնալդ Թրամփը, Չինաստանի կողմից Իրանին զենք մատակարարելու մասին հաղորդագրությունները լսելուց հետո նա նամակ է գրել նախագահ Սի Ցինպինին եւ խնդրել նրան դա չանել։ Հիշեցնենք, որ մի շարք միջազգային լրատվամիջոցներ հաղորդել են, որ Չինաստանը նախատեսում է առաջիկա շաբաթներին Իրանին նոր հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել։ Բացի այդ, հաղորդագրություններ են եղել, որ հետախուզական գործակալությունները գնահատում են, թե արդյոք Չինաստանը վերջին շաբաթներին հրթիռներ է մատակարարել Իրանին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե գնահատականը ճիշտ լինի, նա լրացուցիչ 50% մաքսատուրք կսահմանի չինական ապրանքների վրա։
Դյուշենի մկանային դիստրոֆիայով երեխաների ծնողները ցույց են անցկացրել կառավարության աշխատակազմի առջև։ Ցուցարարները պահանջել են հանդիպում վարչապետի հետ եւ կոնկրետ պատասխան այն մասին, թե արդյոք պետությունը կֆինանսավորի Դյուշենի համախտանիշով երեխաների համար անհրաժեշտ դեղորայքի ներմուծումը։ Գրասենյակի մոտ իրավիճակը լարվել է, երբ ցուցարարները շարժվել են դեպի գրասենյակի դուռը։ Տեղում մոբիլիզացվել է ոստիկանություն։ Դյուշենի համախտանիշով երեխաների ծնողները պահանջել են մտնել գրասենյակ։ Անվտանգության աշխատակիցները ցուցարարներին բացատրել են, որ շենք մուտք գործելու թույլտվություն կունենան միայն 2 ծնող, ինչը նրանք մերժել են։ Դյուշենը հազվագյուտ գենետիկ հիվանդություն է, որը առաջացնում է մկանային թուլություն եւ վաղաժամ մահ։ Վրաստանում մոտ 100 երեխայի մոտ ախտորոշվել է այս հիվանդությունը։ Նրանց անհրաժեշտ են ժամանակակից դեղամիջոցներ, որոնք ըստ ցուցարարների արդեն վաճառվում են Եվրոպայի առաջատար երկրներում։ Կրթության եւ գիտության նախարարությունը հրապարակել է դպրոցական համազգեստի էսքիզները։ Դրանք ցույց են տալիս, թե ինչպիսին կլինի դպրոցական համազգեստի դիզայնը աղջիկների եւ տղաների համար։ Ըստ փաստաթղթերի, տղաների համար նախատեսված է դասական ոճի բաճկոն եւ տաբատ, իսկ աղջիկների համար տաբատ բաճկոնով եւ 2 տարբեր չափի կիսաշրջազգեստով։ Հիշեցնենք, որ դպրոցական համազգեստը որպես պարտադիր պահանջ է ներդրվում հանրակրթական դպրոցներում կրթության նախարարության կրթական բարեփոխումների շրջանակներում եւ նախատեսված է առաջինից մինչև 6-րդ դասարանի աշակերտների համար ներառյալ։ Նախարարությունը ստեղծել է կրթական ռեսուրսներ հատուկ ՍՊԸ համազգեստ կարելու եւ ծնողներին հասցնելու համար։ Այսօր կրթության նախարարության կրթական ռեսուրսները հայտարարել է դպրոցական համազգեստի գնման շուկայի ուսումնասիրության մասին։ Համապատասխանաբար այս ուսումնասիրությունը պետք է նաեւ բացահայտի, թե որքան կարժենա ընտանիքի համար 1 զույգ դպրոցական համազգեստ գնելը։ Այս փուլում հայտնի է միայն, որ պետությունը անվճար 1 զույգ համազգեստ կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք ունեն 60,000 կամ ավելի քիչ միավոր։ Հորդառատ անձրևների հետևանքով Գարդաբանի մունիցիպալիտետի Սացխենիսի գյուղում, որտեղ փլուզվել է կենտրոնական ճանապարհը, սողանքներ են առաջացել։ Գյուղում այլևս քաղաքային տրանսպորտ չի գործում։ Ինչպես բնակչությունն է հայտարարում, նրանք քայլում են դեպի ճանապարհի փլուզված հատվածը։ Նրանք հասնում են հետիոտնային արահետով դեպի մյուս կողմը, որտեղ տրանսպորտը սպասում է նրանց։ Կա նաև շրջանցիկ ճանապարհ, որից օգտվում է բնակչության այն մասը, որն ունի սեփական մեքենա։ Տեղացիների տեղեկությամբ նմանատիպ խնդիր գյուղում առաջացել է տարիներ առաջ։ Զբոսաշրջիկների աճած ցուցանիշ։ Հունվար-մարտ ամիսների տվյալներով Վրաստան մուտք է գործել 998,000 միջազգային այցելու։ Տվյալները նախորդ տարվա համեմատ 4%-ով ավելի է։ Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի նախարարությունը։ 3 ամսում ամենաշատ այցելուները մուտք են գործել Թուրքիայից։ Այցելուների թոփ 15-ում հարևան երկրների հետ միասին կան ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Չինաստանը եւ Հնդկաստանը։ Ապրիլի 16-ից 19-ը Թբիլիսին կհյուրընկալի Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարը կանցկացվի Թբիլիսի արենայում։ Այսօր Պուլման հյուրանոցում տեղի է ունեցել վիճակահանությունը, որտեղ հայտնի են դարձել մրցաշարին մասնակցող 17 վրացի ձյուդոիստների մրցակիցները։ Վիճակահանությունից հետո անցկացվել է Եվրոպայի ձյուդոյի միության մամուլի ասուլիսը, որտեղ խոսվել է առաջիկա առաջնության մասին։ Մասնակցել են նաև թիմերի մարզիչներ եւ մրցանակակիրներ։ Մրցաշարի եզրափակիչ փուլը կհեռարձակվի Վրաստանի առաջին ալիքով։